Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Արություն Մինասյանն եմ։ Նախքան լուրերը սկսելը խաղարկությունը պետք է ամփոփեմ։ Հայտարարվել էր Յուրամ Մովսիսյանի մակագրությամբ այս գրքի խաղարկությունը եւ հաղթող է ճանաչվել Հայկը Աղվանյան, էջանշանը կորցրեցինք, Հայկին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ Instagram-ի կամ Facebook-ի էջերով եւ շնորհավորում ենք Հայկին այս ձեռքբերման համար, իսկ հիմա սկսենք լուրերը։ Այսօր Միացյալ Նահանգներում դաշնային տոն է, նախագահների օրը, այն նշվում է փետրվարի 3-րդ երկուշաբթին, այն պաշտոնապես հաստատվել է 1885 թվականին, իսկ սկզբանե առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը նշելու նպատակով։ Ժամանակի ընթացքում տոնը սկսվեց ասոցացվել նաև Աբրահամ Լինքոլնի հետ, որի ծննդյան օրը փետրվարի 12-ին է։ Այսօր նախագահների օրը դիտվում է ոչ միայն որպես երկու պատմական առաջնորդների հիշատակման օր, այլ նաև նախագահության ինստիտուտի կարևորության ընդգծում։ Այսօր դաշնային եւ նահանգային մի շարք հաստատություններ փակ են, դատարանները եւ դպրոցների մեծ մասը նույնպես չեն աշխատել, ազգային պարկերներ բաց են եղել, մուտքն էլ անվճար ԱՄՆ բնակիչների համար։ Տոնը համարվում է երկար հանգստյան օրերից մեկը եւ ճանապարհային հոսքը սովորաբար ավելանում է զբոսաշրջային ուղղություններով։ Այսօր Ռոդ Այլենդ նահանգում անցկացվող երիտասարդական հոկեյի խաղի ընթացքում 3 մարդ, այդ թվում կասկածյալը մահացու հրազենային վնասվածքներ են ստացել։ Պոտակետ քաղաքում ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եւս 3 տուժածներ գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանապետը նշել է, որ կատարված է նպատակային հարձակում է եղել հնարավոր ընտանեկան վեճի հետևանքով։ Գոնսալվեսը չի հրապարակել կասկածյալի մասին մանրամասներ կամ զոհվածների տարիքները, սակայն նշել է, որ նախնական տվյալներով 2 զոհերը մեծահասակներ են։ Նրա խոսքով քննիչները փորձում են վերականգնել դեպքի ամբողջական պատկերը եւ հարցաքննել ականատեսներին։ Իրավապահները նաեւ ուսումնասիրում են խաղի ընթացքում նկարահանված տեսագրությունները։ Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես են խաղացողները նետվում գետնին պատասպարվելու համար, իսկ հանդիսատեսը խուճապահար լքում է նստատեղերը կրակոցների ձայներից հետո։ Արենայի շրջակայքի ճանապարհները փակ են, տեղում պահպանվում է ուժեղացված ոստիկանական ներկայություն, իսկ օդում պտտվում են ուղղաթիռներ։ Պոտակետ քաղաքը գտնվում է Պրովիդենսից անմիջապես հյուսիս Մասաչուսեթս նահանգի սահմանի հարևանությամբ։ Ոստիկանությունն այսօր ժամը մոտավորապես 2:28-ից 2:39 ահազանգ է ստացել, որ Լինչ արենայում ակտիվ հրաձիգ կա։ Ժամանելուց հետո ոստիկանները ներսում հանդիպել են մի քանի մարդկանց եւ արենայում եղել է 2 զոհ։ Կասկածյալը հաստատվել է որպես այդ զոհերից մեկը։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է եւս 1 անձ եւ կա եւս 3 տուժած հիվանդանոցում, որոնք այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ 84-ամյա Նենսի Գաթրիի առևանգման գործը։ ՀԴԲ-ն հայտնել է, որ ԴՆԹ է հայտնաբերել ձեռնոցներից մեկում, որը գտնվել է Գաթրիի Արիզոնայի տան մոտակայքում։ Այդ ձեռնոցը ըստ քննիչների հավանաբար համապատասխանում է նրան, որը կրել է դռան զանգի տեսախցիկում ֆիքսված կասկածյալը։ Նմուշը փորձաքննվում է Ֆլորիդայի մասնավոր լաբորատորիայում եւ այժմ անցնում է վերջնական ստուգումներ նախքան ազգային ԴՆԹ բազայում CODIC համակարգում համեմատելը։ Քննիչները նշում են, որ արդյունքները կարող են հանգեցնել կոնկրետ անձի նույնականացման։ Ձեռնոցը հայտնաբերվել է դաշտում տնից մոտ 2 մղոն հեռավորության վրա։ Ընդհանուր հայտնաբերվել է 16 ձեռնոց, սակայն մեծ մասը թողնված է եղել հենց որոնողական խմբերի կողմից։ Այս մեկը ըստ իրավապահների համապատասխանում է կասկածյալի ձեռնոցներին, որը փորձում էր անջատել տեսախցիկը։ Նա նաև զինված է եղել ու կրել է ուսապարկ։ 84-ամյա Նենսի Գաթրիին վերջին անգամ տեսել են հունվարի 31-ին։ Նա ունի շարժունակության սահմանափակումներ։ Առևանգումից հետո առնվազն 2 փրկագնային գրություն է հայտնաբերվել։ ՀԴԲ-ն խուզարկել է հարակից տները, հարցաքննել է 1 անձի, սակայն ձերբակալություններ դեռևս չեն իրականացվել։ Նրա երեխաները, այդ թվում ԹԴ-ի հաղորդավարուհի Սավանա Գաթրին, հրապարակել են հուզիչ տեսաուղերձներ, կոչ անելով վերադարձնել իրենց մայրիկին։ Մենք դեռևս հույս ունենք, երբեք ուշ չէ ճիշտ քայլ անել, ասել է Սավանան։ Քննիչները նշում են, որ չկա կյանքի ապացույց, բայց նաև չկա որևէ ապացույց, որ նա մահացել է։ Գործը ազգային ուշադրություն է ստացել, իր աջակցություն է հայտնել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թիմաշրջանի շերիֆ Քրիս Նանոսը հայտարարել է, որ Նենսի Գաթրիի անհետացման գործով ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ քույրերն ու եղբայրները եւ նրանց ամուսինները ամբողջությամբ ազատվել են կասկածանքներից։ Ընտանիքը լիովին համագործակցել է, նրանք այս գործի զոհերն են, այլ կերպ ներկայացնել է ոչ միայն սխալ է, այլ նաև դաժան, նշել է շերիֆ Նանոսը։ Այս հայտարարությունը դիտարկվում է որպես արձագանք սոցիալական ցանցերում եւ հանրային հարթակներում շրջանառվող շարունակական շահարկումներին ու մեղադրանքներին։
Միացյալ Նահանգներում շաբաթ օրվանից սկսվել է ներքին անվտանգության նախարարության DHS-ի մասնակի փակումը, եւ այն բանից հետո է դա տեղի ունենում, երբ Սպիտակ տունն ու Կոնգրեսի դեմոկրատները չեն կարողանում համաձայնության հասնել նախարարության ֆինանսավորման հարցում։ Վեճի առանցքում դաշնային ներգաղթային ծառայությունների վերահսկողության հարցն է։ Դեմոկրատները պահանջում են փոփոխություններ ներգաղթային գործողությունների ընթացակարգում, հատկապես նախորդ ամիս Մինեապոլիսում դաշնային աշխատակիցների կողմից ԱՄՆ քաղաքացիներ Ալեքս Փրետի եւ Ռենե Գուդի մահացու կրակոցներից հետո։ Կոնգրեսն արձակուրդում է մինչև փետրվարի 23-ը եւ կողմերն առայժմ չեն ցուցաբերում փոխզիջման պատրաստակամություն։ Փակումը ազդում է մի շարք կառույցների վրա, այդ թվում տրանսպորտային անվտանգության վարչության TSA-ի, արտակարգ իրավիճակների կառավարման, դաշնային գործակալության FEMA-ի, ափային պահպանության գաղթի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ ներգաղթի ու մաքսային ծառայության IC ու սահմանային պահպանության CBP-ի վրա։ Այնուամենայնիվ, IC եւ CBP-ի աշխատանքը շարունակվում է։ 2025 թվականի հարկային եւ բյուջետային օրենքը այդ ծառայություններին տրամադրել է միլիարդավոր դոլարների լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել արտաքսման գործողությունների համար։ Ըստ պաշտոնական տվյալների, DHS-ի աշխատակիցների մոտ 90%-ը հիմա շարունակում է աշխատել առանց աշխատավարձի։ Կողմերը դեռևս մնում են իրենց դիրքորոշումներում վստահ, իսկ մասնակի փակման տևողությունը կախված է այն բանից, թե արդյոք Կոնգրեսն ու Սպիտակ տունը կկարողանան առաջիկա շաբաթներին գտնել փոխզիջումային լուծում։ Հարկային սեզոնը շարունակվում է եւ հարկատուները մինչեւ ապրիլի 15-ը պետք է ներկայացնեն իրենց հայտարարագրերը ներքին եկամուտների ծառայության IRS-ին։ Մասնագետները խորհուրդ են տալիս չսպասել վերջին պահին, բայց նաև չշտապել, նախապես հավաքելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս տարվա հարկային սեզոնն առանձնանում է մի շարք փոփոխություններով, որոնք ընդունվել են ամռանը ստորագրված հարկային եւ բյուջետային օրենքի շրջանակում։ Նոր դրույթների համաձայն բարձրացվել է ստանդարտ նվազեցման չափը։ Միայնակ հարկատուների համար այն կազմում է $15750, ամուսնացածների համատեղ ներկայացման դեպքում $31500, իսկ ընտանիքների գլխավորների համար $23625։ Փոփոխվել է նաև տեղական եւ պետական հարկերի սալդ նվազեցման սահմանաչափը, այն $10,000-ից բարձրացվել է մինչև $40,000։ Սա հատկապես կարևոր է բարձր նահանգային հարկ ունեցող բնակիչների համար, այդ թվում Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում։ Նորենքը ներառում է նաև թեյավճարների համար նախատեսված սահմանափակ հարկային նվազեցում։ Այն իրականում սահմանափակ է, որովհետև կիրառվում է միայն կամավոր տրվող թեյավճարների վրա տարեկան մինչև $2500 չափով եւ եկամտային սահմանափակումներով։ Նվազեցումը պահանջելու համար հարկատուները պետք է լրացնեն նոր Schedule 1A ձևը։ Նույն ձևով հաշվարկվում են նաև ավտովարկի տոկոսների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված որոշ նվազեցումներ։ Երեխայի հարկային վարկը շարունակում է կազմել $2200 յուրաքանչյուր երեխայի համար, որից մինչև $1700 կարող է վերադարձվող լինել պայմանով, որ հարկատուն ունի առնվազն $2500 եկամուտ։ Լիարժեք վարկը հասանելի է միայն այն դեպքում, եթե տարեկան եկամուտը չի գերազանցում $200,000 միայնակների համար եւ $400,000 ամուսնացածների համատեղ ներկայացման դեպքերում։ Նախորդ տարի միջին հարկային վերադարձը կազմել է $3167։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարի այն կարող է հասնել մինչև մոտ $4000։ Փորձագետները խորհուրդ են տալիս պահել հարկային փաստաթղթերի պատճենները 5-ից 7 տարի հնարավոր ստուգումների դեպքում օգտագործելու համար։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Top Choice Collision Center, եթե վթար է գրանցվել, մի մտահոգվեք, մեր գործընկերը կտեղափոխի ձեր ավտոմեքենան, անվճար կգնահատի ու իդեալական կվերանորոգի սեղմ ժամկետներում, իսկ այդ ընթացքում ձեզ առանց մեքենայի չի թողնի, իսկ զանգերին պատասխանում են շուրջ օրյա։ Inter United ֆուտբոլային ակադեմիայի մասին շատ եմ խոսել, բայց շատ եմ կարևորում նաև այս հայտարարությունը։ Ընդունելություն է հիմա ընթանում 4-ից 10 տարեկան երեխաների համար։ Փորձառու մարզչական շտաբը պատրաստական է անել առավելագույնը պրոֆեսիոնալ կարիերա սկսելու համար։ Եթե տեղեկացնեք, որ ակադեմիայի մասին իմացել եք մեր եթերից, ապա կողմնորոշման համար անվճար մարզումների հնարավորություն կստանաք։ Մոնարկ Լանդրիի առաջարկը ճիշտ է, ավելի շատ հենց կանանց է վերաբերում, բայց մենք էլ կարող ենք ուշադիր լինել այս հարցին։ Առաջարկից օգտվելը լավագույնս կօգնի ազատվել ամենաերկարատև ու հաճախ ձանձրալի թվացող լվացք անելու աշխատանքից։ Ունեն գնային ճկուն համակարգ, որին կարող եք ծանոթանալ ներբեռնելով այս QR կոդը։ Բիզնես համագործակցությունը խրախուսվում է։ Եվ շնորհակալություն Cosmo Palace ռեստորանին, Կոզանյան խանութների ցանցին եւ Keris Moms Bakery-ին։ Իսկ հիմա շարունակենք լուրերը։ Սենատոր
Լինցի Գրեմը հայտարարել է, որ Իրանի ռեժիմի փոփոխությունը կարող է լինել Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամերի լավագույն լուծումը։ Նրա խոսքով Իրանի ժողովրդի բողոքի ալիքը եւ Իսրայելի արձագանքը հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո տարածաշրջանը հասցրել են մի կետի, որտեղ Թեհրանի գործող վարչակարգը կարող է կանգնել գոյաբանական վտանգի առաջ։ Գրեմի գնահատմամբ գործող ռեժիմը տարածաշրջանում ահաբեկչության գլխավոր հովանավորն է եւ դրա անկումը կարող է հանգեցնել Հեզբոլահի, Համասի եւ Հութիների թուլացմանը։ Սենատորն ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունեն երկու ուղիներ՝ դիվանագիտական ու ռազմական։ Նրա խոսքով նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տալիս շարունակել դիվանագիտական շփումները, սակայն ռազմական տարբերակը նույնպես մնում է սեղանի։ Գրեմը հայտարարել է, որ որոշումները կկայացվեն շաբաթների ընթացքում, ոչ թե ամիսների։ Միաժամանակ սենատորը նշել է, որ ամերիկյան ցամաքային զորքերի անհրաժեշտություն Իրանում չի տեսնում, սակայն Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի աջակցել Իսրայելին ռազմական գործողությունների դեպքում։ Գրեմը նաև շեշտել է, որ եթե Իրանի ռեժիմը դիմանա ճնշմանը, ապա դա կարող է դիտվել որպես ռազմավարական հաղթանակ Իրանի եւ տարածաշրջանային ծայրահեղական ուժերի համար, սակայն եթե ռեժիմը տապալվի ներքին բողոքի ու արտաքին ճնշման արդյունքում, ապա նրա խոսքով դա կլինի Մերձավոր Արևելքում 1000 տարվա ընթացքում ամենամեծ փոփոխությունը։ Լոս Անջելեսի դաունթաունում Ամերիկայի իրանցիները հանրահավաք էին կազմակերպել, հնչել են կոշտ հայտարարություններ Իրանի գործող իշխանությունների դեմ։ Ելույթ է ունեցել Իրանի վերջին շահի ընտանիքի անդամ եւ ընդդիմադիր շարժման առաջնորդի դուստր Նուր Փահլավին, որը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձային պահի առաջ։ Նրա խոսքով երկրում ընթացող շարժումը ոչ թե բարեփոխումների, այլ ամբողջական համակարգային փոփոխության պահանջ է։ Ելույթում հնչել են նաև կոչ միջազգային հանրությանը խստացնել պատժամիջոցները, հիրախավորել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ սառեցնել ռեժիմի ֆինանսական ակտիվները։ Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը նշել է, որ կոնգրեսում գոյություն ունի երկկուսակցական աջակցություն Իրանի գործող վարչակազմի նկատմամբ կոշտ քաղաքականության հարցում։ Նա պնդել է, որ տնտեսական պատժամիջոցներն ազդեցություն ունեցել են եւ ռեժիմը թուլացած է այժմ։ Միջոցառումը ներկայացվել է որպես Իրանից դուրս ապրող համայնքների պատմության ամենամեծ համախմբումներից մեկը, աջակցություն հայտնելով երկրում ընթացող հակակառավարական շարժմանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում է Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների երկրորդ փուլի մասնակցելու համար։ Բանակցությունների նպատակն է նվազեցնել լարվածությունը եւ կանխել նոր ռազմական բախումը, որը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նախազգուշացմամբ կարող է վերածվել տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտության։ Արաղչին հայտարարել է, որ Ժնև է ժամանել իրական գաղափարներով արդար եւ հավասարակշռված համաձայնության հասնելու համար, սակայն ընդգծել է, որ սպառնալիքների առաջ հանձնվելը բանակցությունների օրակարգում չէ։ Թեհրանից հաղորդվում է, որ Իրանը պատրաստ է որոշակի արմատական փոխզիջումների, այդ թվում նվազեցնել հարստացված ուրանի մակարդակը եւ ապահովել միջուկային օբյեկտների ավելի լայն թափանցիկություն միջազգային տեսչական մարմինների համար։ Սակայն Իրանը կրկին ընդգծել է, որ զրոյական հարստացման պահանջը չի ընդունելու, իսկ իր հրթիռային ծրագիրը համարում է կարմիր գիծ։ Լարվածության ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցում ռազմական վարժանքների մեկնարկի մասին։ Զորավարժությունը ըստ պաշտոնական հաղորդագրության ուղղված է ջրային ռազմավարական ուղու պաշտպանության պատրաստվածության փորձարկմանը։ Դիվանագիտական այս փուլը դիտարկվում է վճռորոշ, թեև կողմերը խոսում են հնարավոր համաձայնության մասին, առայժմ որևէ ակնհայտ առաջընթաց չի արձանագրվել։ Կալիֆոռնիայի Քամարիլո քաղաքում երեկոյան փոքր միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, թողնելով 2 ծանր վիրավորի։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 6:05-ին։ Արտակարգ ծառայություններն արձագանքել են հաղորդմանը սկզբում, որ օդանավը շարժիչի խնդիր ունի եւ փորձում է վերադառնալ օդանավակայան, ապա ընկնելուց հետո դեպի դեպքի վայր առաջինը հասնելուն։ Մի քանի րոպե անց ինքնաթիռը հայտնաբերվել է ջրահեռացման խրամուղում Քարմեն Դրայվի հատվածում։ Փրկարարները կարողացել են դուրս բերել 2 ուղևորի, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։ Թեև կործանումը տեղի ունեցել բնակելի թղամասի անմիջական հարևանության բարեբախտաբար լուրջ վնասներ եւ զոհեր չեն արձանագրվել։ Եվ վերջում եղանակի մասին հարավային Կալիֆոռնիայում դանդաղ շարժվող փոթորիկային համակարգն այսօր ներխուժել էր տարածաշրջան։ Օդերևութաբանները նշում են, որ հարավից եկող ավելի տաք եւ խոնավոթը մեծացնում է մթնոլորտային անկայունությունը, ինչի հետևանքով հնարավոր են ամպրոպներ, անձրևներ ու առանձին հատվածներում անգամ ձյուն։ Նախազգուշացումներ էին տրվել ջրհեղեղների, սողանքների ու թույլ տորնադոների հնարավորության վերաբերյալ։ Լավ նորությունն էլ այն է, որ շաբաթվա վերջին սպասվում է արևոտ եւ ավելի տաք եղանակ, սակայն հաջորդ շաբաթ նոր փոթորիկներ են հասնելու տարածաշրջան։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։